Կիևը ծանր օդային հարձակման է ենթարկվել, առնվազն 3 մարդ զոհվել, մոտ 40-ը վիրավորվել է, հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Հարակից քաղաքներն էլ են դաշնության զանգվածային օդային հարձակման տակ եղել, անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ հրթիռներով, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Գիշերը ռուսներն Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 670 հարձակողական անօդաչու թռչող սարք և 56 հրթիռ են արձակել։ Բալիստիկ, աերոբալիստական և թևավոր հրթիռներ են օգտագործվել։ Այս հարձակման հիմնական թիրախը Կիևն էր։ Թիրախավորվել են բնակելի շենքեր, դպրոց, անասնաբուժական կլինիկա և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ։ Նմանատիպ ահաբեկչական հարվածներ Կրեմենչուկի էներգետիկ ենթակառուցվածքներին, Չեռնոմորսկի նավահանգստին են եղել։ Գիշերը մոտ 30 հարված է որոտացել Կիևում։ Ավելի քան 20 վայրերում վնասներ են եղել։ Վաղ առավոտից Կիևի տարբեր շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներ են։ Քաղաքապետի խոսքով առնվազն 1 բնակելի շենք է վնասվել, 1-ը փլուզվել, մեքենաներ են հրդեհվել։ Մասնակիորեն փլուզված շենքերի փլատակներից հաջողվել է 1 տասնյակից ավելի մարդու փրկել։ Հրթիռի բեկորները նաև ամայի տարածքներում են ընկել, ասել է Կլիչկոն։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սա 4 տարի շարունակվող պատերազմի ամենամասշտաբային հարձակումներից մեկն էր։ 3 գիշերին է իրավիճակը թեժացել։ Ուկրաինայի նախագահը նորից է հիշեցրել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարևորության մասին։ Կարևոր է, որ մեր գործընկերները չլռեն։ Կարևոր է շարունակեն աջակցել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի։ Ռուսաստանի և Կիևի հարվածները վերսկսվել են երեքշաբթի։ Շատ փորձագետներ նկատում են, կարճատև երրորդյա հրադադարից հետո Մոսկվան ակտիվացրել է հարձակումները։ Ուկրաինան հարձակումների ինտենսիվությունը պատահական չի համարում։ Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներից մեկը Կիև Post թերթին ասել է, որ պատճառը Պեկինում Սի Ցինփին Թրամփ բանակցություններն են։ Պուտինը ցանկանում է, որ երկկողմ գագաթնաժողովի ժամանակ ղեկավարները խոսեն պատերազմում Ռուսաստանի գերիշխանության մասին, ասել է անանուն պաշտոնյան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներն ու ռազմական օդակայաններն է թիրախավորել։ Նոր տարածք գրավելու մասին էլ է հայտնում նախարարությունը։ Դոնեցկի Նիկոլաևկա գյուղն է անցել ռուսական բանակի վերահսկողության տակ։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։